Ես անձամբ չեմ օգտվի այդ բենզալցակայանից, որտեղ իմ մոտ դեռ արթուն է այդ վիրավորանքը եւ դեռ արթուն այդ կորստի ցավը եւ այդ անպատկառ վարքագիծը, որ այդ պետության ղեկավարը հայ ժողովրդի նկատմամբ իրագործեց, սկսած Արցախում ցեղասպանությունից, վերջացրած հայկական տարածքների սեփականացնելով, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքները յուրացնելով, եթե նրանք ունեն դեռևս բռնազավթած ՀԽՍՀ-ի տարածքներ, ընդ որում ՀԽՍՀ-ի տարածքների մասին է խոսքում, ինչի եմ սա շեշտում, թե Նիկոլ Փաշինյանի գծած քարտեզի համապատասխան այդ 29740-ը ինչա չգիտեմ։ Ջերմուկի մատույցներում նստած էին, սահմանները բաց չեն, խաղաղության պայմանագիր չկա, ապա այսպիսի քայլերը իմ կարծիքով անբացատրելի են։ Ինչի դիմաց է սա արվում, կամ ինչի դիմաց է շպրտվում, որպեսզի կերակրեն Նիկոլ Փաշինյանի կեղծ օրակարգը, որ խաղաղություն կա։ Եվ խաղաղություն իրականում չկա։ Խաղաղություն եթե լիներ 91 թվականից ի վեր փակ հայ-թուրքական սահմանը կբացվեր, խաղաղություն եթե լիներ պայմանագիր կվավերացվեր խաղաղության, ոչ թե դրանց մասին պայմանավորվածությունների միջանկյալ փաստաթուղթ, այլ դա տեղի կունենար եւ այդ հարևան պետության ղեկավարը իր ժողովրդին կնախապատրաստեր խաղաղության, ինչը մենք չենք տեսնում, թե նրանց դպրոցների դասագրքերի պարունակությունից, թե նրանց պրոպագանդայով, վերջին հայտարարություններով եւ այլն եւ այլն։ Այսինքն գոնե ինձ համար անբացատրելի է այս տնտեսական շարժը, թեպետ ես չեմ համարում, որ տնտեսական շարժը առհասարակ որևէ բանի մասին վկայակոչում է, որովհետեւ շատ երկրներ կան, որոնք որ միմյանց նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեն, միևնույնն է առևտրային շրջանառությունը կա։ Նույն այդ փակ սահմանի պարագայում հայ-թուրքական առևտրային շրջանառություն միևնույնն է կար։ Մենք շատ լավ գիտենք, որ դա երբեք չի էլ դադարեցվել, երբեք չի էլ կասեցվել։ 90-ականներին էլ մարդիկ գնում էին թուրքական ապրանքներով առևտուր էին անում եւ վերադառնում էին, ողողում էին հայկական շուկան թուրքական ապրանքներով։ Նույնը կարելի է ասել, թե ռուս-ճապոնական առևտրային շրջանառությունը թեպետ եւ ռուս-ճապոնական հաշտության համաձայնագիր չկա եւ այլն, վերջին պատերազմից հետո, երբ որ Կորիլյան կղզիները վերցնում են Խորհրդային Միությունը։ Այսպիսի շատ եւ բազմաթիվ օրինակներ կարելի է նշել եւ ցույց տալ, որ միևնույն է տնտեսությունը շարունակում է շրջանառվել անգամ ոչ բարյացական պետությունների միջև։ Սա ամենևին չի նշանակում խաղաղություն, բայց զուտ ընթացակարգային առումով եւ խորհրդանշական առումով ես համարում եմ անտրամաբանական։ Հիմա էլ բերել են գինն էլ էժան են դրել, փորձում են լյումպենացման մակարդակը հանրության, էժան գնի վազողների քանակը, դե թող փորձեն, թող մոնիտորինգ անեն, սա ըստ երևույթին նաև իրենց համար սոցիոլոգիական հարցում կլինի, թե ինչքան մարդ է օգտվելու այդ բենզալցակայաններից, որոնք որ ադրբեջանական բենզին են վաճառում, ընդ որում ես ակնկալում եմ, որ իրենք ծագման երկրի խորհրդանիշը այդ բենզալցակայանում տեղադրեն, որ մարդիկ չխաբվեն ձեռք բերելուց, օրինակ, որ բենզալցակայանում է դա վաճառում, որ հանկարծ պատահմամբ անգիտակցաբար չգնանք այդտեղից օգտվենք։ Ասացիք Ալիևը սպասարկում է Նիկոլ Փաշինյանի խաղաղության այդ օրակարգը։ Ինչու է սպասարկում։ Ինչ վերընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Վերընտրվի, որ ինչու։ Լրիվ ադրբեջանական պլանները կիրարկվում է, դուք չեք նկատում, որ ադրբեջանական պլանը կիրարկվում է։ Միջազգային ատյաններից քրեական վարույթները հետ են կանչել, Արցախը ուրացել է, Ղարաբաղը մերն է։ Դուք մոռացել եք, որ Արցախը ձերն է։ Արցախը վիճելի տարածք էր։ Տվեցին Թուրքին, հիմա համոզում են մեզ, որ դա նրանցն էր, դա վիճելի տարածք էր։ Հիմա ում օգնությամբ մենք պետք է վերադարձնենք այդ օրակարգին, որ այն վիճելի է եւ Եթե դուք որևէ մեկի օգնությունը այսօր չունեք եւ այդ պոտենցիալը չունեք, որևէ մեկը բարոյական իրավունք չի տվել ձեզ, որ դուք փակեք այդ հարցը այսօր, զրկելով հետ ապագա սերունդներին այդ հնարավորությունից։ Ինչ եք փակում այդ հարցը։ Մի կուշտ փորով հացի համար, էժան բենզինի համար։ Այդ դեպքում դուք Երևանն էլ եք վաճառելու գնաք։ Ով ավելի շատ կտա։ Լուրեր են շրջանառվում, որ թուրք-ռուսական կոալիցիայի անկապտելի դաշնակից Հունգարիան, որը Եվրոպայում է տեղակայված, որի հարկի ներքո հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարեց այդ հրեշ մարդակերը եւ չգիտես ինչու նա դեռ ողջ է,
Գեներալ է։ Գեներալ է, բայց ստեղից հարց է առաջանում, արդյոք հայկական կառույցներ կան ոչ պետական, Սփյուռքում գործող, այնպիսիք ինչպիսիք որ Գուրգեն Յանիկյանը ստեղծում էր։ Մարդիկ կային, չէ՞ ժամանակին։ Մարդիկ կային։ Ուր են այդ մարդիկ։ Ուր են այդ մարդիկ։ Սաֆարովը Բաքվից դուրս չի գալիս։ Կամ անգամ տեխնոլոգիաները անգամ հնարավորություններ ունեն, որ անգամ իր շենքի բակում, տան բակում հնարավոր կլինի արդար պատժի առաջ կանգնացնել։ Փոխվել ենք, ինչ է։ Հիմա ես այսպիսի մի բան եմ ուզում ասել, որ Հունգարիան գուցե եւ արտոնյալ պայմաններ ենթադրենք ստեղծի, որ Արցախահայերը կարողանան շատ արագացված կարգով գնան Հունգարիա եւ այնտեղի քաղաքացիություն ձեռք բերեն։ Քանի տոկոսը կգնա, որտեղ հաց այնտեղ կա սկզբունքով այնտեղ ապրելու։ Մեր պետականությունը որևէ քաղաքականություն անելու է դա կասեցնելու համար։ Ինչի ընտրվի Նիկոլ Փաշինյանը ըստ Իլհամ Ալիևի, որտեղ ամենալավ թեկնածուն է իր համար։ Պարոն Սիմոնյան, տարածաշրջանի ապաշրջափակման խնդիրը, որը դրված է, սա վստահաբար միայն Նիկոլ Փաշինյանի օրակարգը չէ կամ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած խնդիրը չէ։ Սա ավելի մեծ տերությունների կողմից դրված խնդիր է։ Հիմա Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, իրենք ինչպես պետք է եւ բավարարեն այս ծրագիրը եւ դա չանեն ի վնաս իրենց պետական շահի։ Հիմա Հայաստանն ու Ադրբեջանը խոշոր երկրներ չեն, որ կարողանան իրենց օրակարգը թույլատրեն, բայց դիրքավորվելու հարց կա, չէ՞, որ երկիրը ինչպես է այդ մեգա պրոյեկտներում տեղավորվում։ Շատերը արդարացիորեն կարող են ասել Ադրբեջանը հենվում է Թուրքիայի պոտենցիալի վրա։ Այդ դեպքում ռետորական հարց. իսկ ինչու Հայաստանը Ֆրանսիայի պոտենցիալի վրա չփորձեց հիմնվել։ Ֆրանսիան գալիս էր։ Ինչու Հայաստանի Հանրապետությունը չփորձեց հիմնվել Ֆրանսիայի պոտենցիալի վրա։ Դուք մոռացել եք Էգեյան ծովում ով կասեցրեց հունական կղզիների նկատմամբ էքսպանսիան։ Հույները ում վրա հիմնվեցին։ Ֆրանսիայի։ Ֆրանսիան հակազդեց Թուրքիային։ Իսկ ինչի հնարավոր չէր հիմնվել Ֆրանսիայի ներուժի վրա եւ այդ հզոր տերությունների մեգա պրոյեկտներում դիրքավորվել ավելի լավ կարգավիճակով, քան Նիկոլ Փաշինյանը դիրքավորում է։ Ինչու։ Որովհետեւ Ռուսաստանից էին վախենում, որովհետեւ մաշկը իրենց ավելի թանկ է, քան ազգային շահը, վախեցան հաշվեհարդարներից խոշոր պետության կմահաճույքներին եւ սպառնալիքներին տուրք տվեցին։ Այս հարցը թողնեմ բաց։ Հիմնվեցին, պարոն Սիմոնյան, բայց օգտվեցին ամերիկյան աջակցությունից։ Ինչ աջակցություն եք ստացել դուք Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցություն, որ ասում եք օգտվեցին։ Այսօր Եվրամիության դիտորդական առաքելությունն է սահմաններին կանգնած։ Դոնալդ Թրամփի թրիփը որ կա, որևէ գործուն քայլեր հիմա կան։ Աշխատանքային խմբերը ստեղծվել են, հանդիպումները եղել են։ Հանդիպումները եղել են, քննարկումները եղել են։ Հայտնի օրինակ է, եթե դուք ուզում եք ինչ-որ մի նախաձեռնություն տապալեք, ձևավորեք աշխատանքային խմբեր եւ նախաձեռնեք քննարկումներ։ Գործը սիրում եք գործ, ոչ թե խոսք։ Այսինքն դուք թերահավատ եք, որ դա Ես չեմ միայն Ջոն Էվանսի ասածը չեք լսել։ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպանը, հայագետ Ջոն Էվանսի խոսքերը չեք լսել, որ Հայաստանը ջարդեցին եւ ոչինչ չտվեցին դրա տեղը։ Որտեւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ձևավորված է նախագահի աստիճանով, իսկ հարկ էր ձևավորել կոնգրեսի մակարդակով, որտեւ Միացյալ Նահանգների հիմնադիր սահմանադրությամբ Միացյալ Նահանգների ամենակարևորագույն օղակը ոչ թե նախագահի ինստիտուտն է, այլ կոնգրեսն է։ Կոնգրեսի մակարդակով որևէ պայմանավորվածություններ ձևավորվել են, ոչ։ SMS է տվել WhatsApp-ի, ով է տվել։ Հարցրեք ինչի են հիմնվել մի հոգու, որը որ հնդածս կարող է փոփոխվել։ Մի հոգու երաշխավորությամբ քաղաքականություն կարելի է անել, որը հնդածս կարող է փոփոխվել։ 1 տարի հետո կարող է փոխվել, 2 տարի հետո կարող է փոխվել, եկողը այլ քաղաքական օրակարգ կարող է առաջ քաշել։ Դուք Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետություն եւ Կոնգրես մակարդակի վրա բարձրացրել եք։ Ոչ։ Հետևաբար մի խոսեք, որ Միացյալ Նահանգների վրա հենված է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը դարձել է մի հոգու բիզնես ճաշակի եւ տարածաշրջանային երկրների առավելապաշտական շահերի ապահովման զոհը։ Տեսնում եք բաց սահման։ Երկաթգծի աշխատանքները, շինարարության աշխատանքները իրականացում են Լեռնաձորից մինչև Ագարակ։
Ոչ, ես եղել եմ օգոստոսին այնտեղ, իմ աչքով եմ տեսել, այնտեղ ռուսներն են։ Պետք չի խաբել ժողովրդին։ Իրականության աչքերին նայեք։ Չի կարելի մի փոր հացի համար ուրանալ հայրենիք։ Պարոն Սիմոնյան, հետ գնանք Սանկտ Պետերբուրգ, փաստորեն Ալիևը չմասնակցեց ԱՊՀ պետությունների ղեկավարների այդ գագաթնաժողովին, Պեսկովը հայտարարել է, որ իրենք ըմբռնումով են մոտենում Ադրբեջանի նախագահի որոշմանը։ Ինչ է կարծում, հատուկ չմասնակցեց Ալիևը այստեղ քաղաքական ենթատեքստ փնտրել, թե չփնտրել եւ Մոսկվայի այս հանդուրժողական զուսպ վերաբերմունքը ինչով բացատրել։ Չկարողությամբ։ Ինչ պիտի անեն։ Իսկ Ալիևը ինչու չմասնակցեց, այսինքն քաղաքական ենթատեքստը ո՞րն է։ Էլիզա ջան, ԱՊՀ-ն, ԽՍՀՄ 2-0-ն է, գնա մասնակցի, ինչ ինքը անկախ պետություն է կայացնում։ Ծայրագավառային մտածելակերպ չունի, որ գնա անդե մասնակցի։ Սանկտ Պետերբուրգ գնացել են ծայրագավառները, թափթփուկները, բոշեքը, որ մեծ իմպերիայի կցորդի կարգավիճակում են, որ զանգում են վրեկները հայհոյախառն գոռում են, տաբատները խոնավացած անում են այն ամեն ինչը որ նրանց պարտադրում են։ Ինչի գնա մասնակցի ԱՊՀ-ին, ԱՊՀ-ն ԽՍՀՄ 2-0-ն է։ Բելովեժյան պակտով ձևավորված կառույցը, որ պիտի փոխարինի ԽՍՀՄ-ը։ Գնա մասնակցի, որ ցույց տասի ես ձեր ծայրագավառն եմ։ Ծայրագավառները գնացել մասնակցել են։ Սկալիևը անկախ պետականություն է ուզում կայացնի։ Քանի անգամ բացատրենք ամենասուր ձևերով, ամենապատկերավոր եւ ամենացցուն օրինակներով բացատրում ես, որ ուղեղները մտնի, մեկը չի մտնում։ Հետևաբար պետք է փոխվեն։ Մեկ հարց էլ սրա կապակցությամբ եւ գանք ձեր կուսակցության աշխատանքներին, պարոն Սիմոնյան, Հայաստանի իշխանությունը եթե այդպես վախենում է Ռուսաստանից կամ Վլադիմիր Պուտինից, արդյոք մեր ԱԱԾ-ն կգաղտնազերծեր այն փաստաթուղթը կապված կաթողիկոսի եղբոր հետ, որ նա հավաքագրված է եղել ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից եւ շարունակում է ծառայություններ մատուցել։ Շարունակում է, փաստերը կան, որ շարունակում է։ Ամեն դեպքում հրապարակված փաստաթղթով այդպես էր։ Չէ, հրապարակված փաստաթուղթը ԽՍՀՄ տարիների է, չէ։ Դա հիմք է, որ ինքը կարգալույծ արվի։ Դա հիմք է, որ ինքը կարգալույծ արվի։ Այո։ Բայց արդյոք հիմք է, որ նա շարունակում է լրտեսական ծառայությունները այսօր հիմք չի։ Որտեվ խորհրդային միության տարիներին ԽՍՀՄ ՊԱԿ հավաքագրման ցուցակներում կարող էին մարդիկ հայտնված լինեն, որոնք ծառայեն նույն Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությանը, մեկ երկիր էր։ Մեկ երկիր էր։ Նրանք հատուկ հետողակներում կարող է գրանցված եւ ծառայության անցած լինեն, որ ծառայեն իրենց երկիրինը։ Այլ հարց է, որ 91 թվականից հետո նրանք շարունակում են ծառայել ՊԱԿ, ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը ստացվում դա արդեն, որտեղ Հայաստանի Հանրապետությունը եւ ԽՍՀՄ էլ չկա, մի երկիր չեն, Հայաստանի Հանրապետությունը ուրիշ այլ երկիր է դարձել, նոր անկախ երկիր։ Այո, գրանցված է եղել, դա հիմք է, որ կարգալույծ արվի, նման սրբազաններ պետք է չլինեն Հայաստանյաց առաքելական եկեղեցում։ Բայց եթե հարց տան ասեն, արդյոք նա գործունեություն է ծավալել Հայաստանի Հանրապետության դեմ, ես կասեմ չգիտեմ։ Ուր են այդ փաստերը։ Թուղթը ցույց տվեցին, այո, ԽՍՀՄ տարիներին եղել է։ Դա հիմք է, որ վեհապարը կարգալույծ անի, այո, հիմք է։ Արձագանք անգամ չկա։ Նրանք անգամ բացատրություններ են տվել, այն ինչ որ ես ասում եմ, ըսկի մտքներով չի անցել, դա էլ ասեն։ Ինչի մասին է խոսքը, ուրեմն կասկած կա, որ միջև այսօր Հայաստանի դեմ գործունեություն ծավալում են եւ ինչ եմ նաեւ ասում, որ կասկած կա, որտեղ ուկրաինական հատուկ ծառայություններն են ասել եւ սև ցուցակում ներգրավել այդ անձին Ուկրաինայի նկատմամբ ավելի գործունեություն իրականացելով հայերին այնտեղ ոնց որ թե հավաքագրում են, որ ուղարկեն պատերազմի։ Այդպիսի տվյալներ կա ըստ ուկրաինական հետախուզության։ Հիմա այո, կասկած կա։ Հիմա հարց եմ հղում Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը։ Փաստաթուղթը հրապարակեցիք, լավ արեցիք, շարունակությունը ուր է։ Ես խնդրել էի, չէ, որ հանրայինի եթերով գլխավոր դատախազը փաթեթով գնա զեկուցի ժողովրդին։ Ինչ է կիսատ պրատ անում։ Ինչ եք կիսատ պրատ անում։ Թուղթը հրապարակել ես, փաստել էր մի 2-3 հատ տուր նոր անկախ ժամանակահատվածից 91 թվականի մինչև 26 թվականը։ Երկու հատ էլ մեջբերում արա, որոնցից մեկը ուկրաինական հատուկ ծառայություններն են։ Վերջ, դա ինձ համար հիմք կլինի, որ ես ասեմ շպիոնի մեկն է Հայաստանի Հանրապետության դեմ գործունեություն է ծավալում, դատել, նստացնել բանտ։
Ինչ են կիսատ պրատ անում։ Սկսված է ինչի պատշաճ չեն անում։ Ախր Factor TV-ում ես գնացի նույն հարցը տվեցին, ես ընթացակարգը ասեցի։ Փաստաթղթերով հանդերձ, հանրայինի բամբասանքների եթերների փոխարեն, գլխավոր դատախազը գնում է, հատուկ ռեպորտաժ են հրավիրում, ներկայացնում է այդ թուղթը, ցույց է տալիս, որ խորհրդային միության ժամանակ եղել է 2-3 մեկ փաստ, լավ 2-3 չէ, մեկ փաստ, որ Հայաստանի Հանրապետության դեմ լրտեսական գործունեություն է ծավալել, կես փաստ, կես, էդ էլ այնց հերիք, որ ես իրան ասեմ լրտեսա եւ Հայաստանի Հանրապետության թշնամի։ Կես փաստ ցույց է տալիս, հեղում ես կատարում արտասահմանյան հատուկ ծառայությունների վրա նաեւ, որ չասեն սարկածը, ուկրաինական հատուկ ծառայությունների վրա։ Վերջ։ Հարցը տեղափոխում ես տալիս ես Ինտերպոլ։ Ինտերպոլ ես տալիս, նրա աշխարհիկ անունով ես անգամ, ոչ թե հոգևորական։ Որ քաղաքացի ես ինչ անը, քաղաքացի ես ինչ անը, պետական դավաճանության համար պատասխանատվության պետք է կանգնի Հայաստանի Հանրապետության դատարանի առաջ։ Միգուցե դեռ կլինեն զարգացումներ, պարոն Սիմոնյան, որովհետև արճակատումը մենք ինչպես տեսնում ենք չի հանդարտվում։ Եթե ձեր ձեռքում ատոմային զենք կա, նոր տարվա խլապուշկա պետք է չտրակացնեք սկզբից, որ փչացնեք սախ։ Նոր տարվա խլապուշկա եք տրակացնում, հետո միգուցե զարգացումների մասին եք խոսում։ Մարդկանց կրքերը այդ ժամանակ բորբոքվեց։ Այդ ժամանակ պետք է ամեն ինչ պարզ դառնար։ Ինչ զարգացումներ, հենց տեղում։ Սկսել ես գործընթացը, բացի լրիվ ասա։ Հասկացանք։ Այդ ցույց տվեցիր, նախկինում եղել է, այդ հիմքա, որ ինքը հոգևորական չլինի։ Կարծում եք Պուտինի հետ քննարկումներ կունենան այս թեմայով։ Ով։ Փաշինյանը, որը Պուտինի հետ ինչ կա խոսելու։ Պուտինի հետ ինչ կա խոսելու, ինչ քննարկումներ։ Ես զարմանում եմ իրականում, գիտեք։ ինչի վրա։ Այն նրա վրա, որ քննարկումներ չպետք է լինեն այնտեղ, որտեղ որոշումը ձեզանից է կախված։ Որոշումը ձեզանից է կախված։ Գորձյան հանգույցը հատել է պետք։ Բացահայտել եք ձեր երկրի դեմ իրականացող ապակառուցողական ավերիչ գործունեություն, հատեք այդ Գորձյան հանգույցը։ Առավել եւս, որ Եվրոպան աջակցելու։ Այո, ինչ եք քննարկում եւ ում հետ, Պուտինի հետ։ Պուտինը ռազմական հանցագործություններ է իրականացրել թե հայ ժողովրդի նկատմամբ, թե հիմա էլ իրականացնում է Ուկրաինայի նկատմամբ։ Ռազմական հանցագործ ղեկավարի հետ դուք ինչ քննարկեք։ Եթե գնում եք քննարկելու, ուրեմն դուք սփխեչի ուլ եք։ Ինքը լի է իրավ հնարավորություն ունի ձեզ մատաղ անելու։ Մնում է բերանը բացի աղը լցնի ու տանի եկեղեցում աղոթել տա մատաղ անի։ Ինչ գնաս քննարկես իր հետ։